քանի որ վարորդները նախորդ անգամ նաև նշում էին, որ ասֆալտն է պատճառը նաև իրենց այս ակցիայի, վերջերս փոխքաղաքապետը ասուլիս տվեց եւ անդրադարձավ այն հարցին, որ Տիգրան Ավինյանի տան դիմաց ոչ մի ասֆալտապատում տեղի չի ունեցել, հավասարաչափ է ամեն բան բաշխված։ Այս մասին ինչ կասեք, արդյոք այդ ասուլիսը արդարացված էր ու ինչ խոսվել էր, ճիշտ է եղել։ Նախ եթե ես չեմ լսել որ տենց բան ասի, եթե ասել է ուրեմն սուտ է խոսել ինքը։ Տիգրան Ավինյանի հոր տան դիմաց ասֆալտը արվել է, նույն տրամաբանությամբ դրա ձախ կողմը դեպի Գյուրջան փողոց բարձրացողը կա, Գրիգոր Լուսավորիչ շտապօգնության հիվանդանոցի ճանապարհը, իր հայրական տան դիմաց ասֆալտը իդեալական ասֆալտ է, ուղղակի իդեալական, մի ավազի կտոր դուրս չի եկել, իսկ մնացած տեղերը թքած կպցրած է։ Այն որ ասում է հավասարաչափ նույն որակի են արել, սուտ են խոսում։ Ես իմ TikTok-յան հարթակում բազում տեսանյութեր եմ հրապարակել, որ առանց փոշազատման, որ փոշին վերացնեն, հողի վրա, ավազի վրա բերում իրանք ասֆալտ էին փռում։ Դավթաշենում երբ որ նկարում ցույց էի տալիս, որ հողի ու ավազի վրա առանց բիտում լցնելու ասֆալտ էին անում, Վազգեն Սարգսյանի աղբոր կուսակցությունը իր ֆեյքերով գրո էր իրականացնում, որ Դավթաշենի թաղապետը լավն է, էսա էնա։ Ու ինչն է հետաքրքիր, Տիգրան Ավինյանի ներկայացուցիչները թաղապետերն են, այսինքն իր աշկն ու ունքը պետք է լինեն ու ականջը լինեն վարչական շրջաններում ինչա տեղի ունենում, իսկ ասֆալտը, որ որակը վատ են անում, համար մեկ պատասխանատուն ոչ թե շինարարն է, այլ իրանց պատվեր տվողն է, վերջում էլ այդ անորակ աշխատանքը ստորագրող ընդունողն է, հասկանում եք, ուրիշ ոչ մեկ չի, այդ հեքիաթները թող գնան իրանց պղպճակի մեջ հավաքվեն մի քանի հոգով ու տենց վայելեն, որ իրանք մեղավոր չեն։ Երեկվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ըստ էության Ավինյանը հաստատեց, որ առանց բիտումի ասֆալտ արվել նոր վարչական շրջանում եւ ասֆալտի հեղինակը Բալահովիտ 1 ՍՊԸ-ն էր։ Ինչու է այս ամենը շարունակվում եւ նշեց, որ պետք է խստորեն հետևեն այդ ՍՊԸ-ի աշխատանքներին։ Հերթական դեմագոգիան էր Տիգրան Ավինյանի կողմից, ինչի համար ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, երբ որ հաղթանակի 40-ամյակի այգին մի ընկերություն, մի անունը կմտաբեր, չեմ կարող մտաբերել, ամենախայտառակ ձևով ուղղակի թքե կպցրե, ինչ Երևանդան է, եթե ճիշտ եմ հիշում, այդ ընկերությունը ամենավատ որակի Պրոստը թքում կպցնում թողնում գնում է լքված այգի է դառնում, հետրանից հետո այդ ընկերությանը փոխանակ սև ցուցակ գցեն, այդ ընկերությանը տալիս են Դավթաշենի այգին, տալիս են նոր մասիվի վերածնվող այգին են տալիս, վերածնունդի այգին, որտեղ որ Չախոյան Արտուրը գնում է մի հատ բանալիով սաղ այգին քանդում է, հասկանում եք, իսկ մեկ ընկերություն, որը որ անորակ աշխատանք է իրականացրել, թքե կպցրել է, այս մարդուն սև ցուցակ գցելու պարագայում բերում եք առաջի գիծ, կամ Լիլիան Արմ ընկերությունը, որը հայտնի խայտառակ որակի աշխատանքներ իրականացնող է, Երևանյան լճի մեջ քրեական գործերային Նանսենի այգին գնացել եմ խաղարապարակները ցույց եմ տվել, ինչ ողբալի վիճակ է, 105 մանկապարտեզ է, նույն վիճակի բոլորդ գիտեք հայտնի, հետրանից հետո 2 միլիոնից ավել փող են տալիս, որ դեպոյի շենքը սարքի։ Հիմա ուզում եմ հասկանամ, որ դեպոյի շենքն է վատ սարքեց, Լիլիան Արմնա մեղավոր, թե Տիգրան Ավինյանը, թե կառավարության նստածներն են մեղավոր։ Իհարկե սրանք են մեղավոր։ Ընկերությունը եթե տեսնում է, որ ինքը կարա թքի կպցնի, չնայած դա էլ բարոյական չի, ամեն մարդ պիտի ունենա իր մեջ բարոյականություն, որ չի կարելի օրինակ մանկապարտեզը վատ որակի սարքել, չի կարելի առանց բիտում ասֆալտ անել, հարամություն անել չի կարելի, հալալ քրտինքով փողն է, որ մարդուն կարելի ասել հալալ լինի։ Այդ դեպքում ինչու են միլիարդավոր դրամներ, դոլարներ դուրս գրում։ Ես կարող եմ այդտեղ սուբյեկտիվ իմ կարծիքը արտահայտել, որ կա ատկատի մեխանիզմ, կա իրանց աղբեր ծանոթ մեխանիզմ, որ ամեն տարի այդ նույն ասֆալտը անեն, վատ որակի փռեն, նորից փող աշխատեն իրենք։ Ուրիշ բացատրություն, տրամաբանական բացատրություն չկա։ Եթե դու ինչ-որ անձնական շահագրգռվածություն չունես, ինչի համար չես հետևում որակին։ Ի՞նչն է պատճառը։ Թող տան բացատրություն, ի՞նչն է պատճառը։ Չկա։ Զգուշացում է արդեն տվել, որ հետևեն։ Այսինքն մի տարի ու կես, երբ որ մենք խոսում ենք կա այդ խնդիրը, դեմն առեք, բան արեք, դա նախազգուշացում չէ։ Բավականու գործառույթն ինչ էր, գնում վերահսկում են քաղաքապետի գործառույթներն, ասում են քաղաքապետ, դու փնթի ես աշխատում, դու վատ ես աշխատում, դու տեղում չես ընկել։ Ծիծեռնակաբերդի խճուղին սուտ չասեմ 20 անգամ գործակարգավարական նիստին ասում են ապրիլին բացվում, մայիսին բացվում, հունիսին բացվում, այս ժամանակ բացվում, ասում են ընկեր սուտ ես խոսում, չկա, այդքան թուքումուր որ ես արեցի, իմ շնորհիվ այդ ճանապարհը վերջապես բացվեց, սկսեցին աշխատել։ Նույնը Աջափնյակի մետրոյի մասին է։ Աջափնյակի մետրոն ժողովուրդ ջան չի լինելու։ Հիմա ամենայն պատասխանատվությամբ բացատրեմ ինչի համար չի լինելու։ Տեսեք, ինչ տեղի ունեցավ։ Ում որ պատվիրել էին այս նախագիծը,
այս ընկերությունը իմ ունեցած ինֆորմացիայում աշխատանքային փաթեթը չի տվել, որպեսզի ավելի པարզ իմանաք, ինքը չի տվել, որ օրինակի համար այդ նախագծի ընթացքում օգտագործվելու է 10 խոհանարդ մետր բետոն, օգտագործվելու է արմատուր, այս չափի, չի տվել այս մարդը։ Իրանք փողը տվել են նախագծողին, մի չգիտեմ նախագծողն է գցում, թե իրանք են դիլետանտ։ Դրա արդյունքում հարուցվել է քրեական գործ։ Միջև այս քրեական գործը չավարտվի, ժողովուրդ, մեկին չդատեն, էս չանեն, 2 տարի այդ գործը կքննեն, 2 տարի դատարան կգնան, 5 տարի հետո այդ կգանք ասեն պրծել ենք։ Հիմի գանք տեսնենք Աջափնյակի մետրոն ինչ են անում, չի լինելու։ Հետո մի հատ բարձ բան կա, հաշվարկ կա, ժողովուրդ։ Մեզ մնացել է ընդամենը 1000 մետր այդ մետրոն ավարտելու համար, որի մի մասը սովետի ժամանակ սարքված է եղել։ Դրա համար իրանք հատկացնում են, ուզում են հատկացնեն 250 միլիոն դոլար։ Բայց օրինակի համար չինական BYD ընկերության Skyrail պրոյեկտը, որ կա վերգետնյա մետրոն, որ գնում է, 1 կիլոմետրի արժեքը 15 միլիոն դոլար է նստում։ Եթե իրանք մի փոքր ունենան տրամաբանություն, Չարբախի կողմից իրանք կարող են գալ եւ Բանգլադեշը, Մալազիան եւ Աջափնյակը հասնել ամբողջությամբ, ծախսեն դա մաքսիմում կլինի 4-5 կիլոմետր։ Այս մարդկանց մոտիվացիան ո՞րն է այս մարդկանց մոտիվացիան, որ իրանք կպել են Աջափնյակի մետրո, Աջափնյակի, ինչքան պետք է սուտ խոսան իրանք։ Այդ իրանք ստերին սահման չկա։ Նորից ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, սիրելի հայրենակիցներ, իրանք ստախոսեն Աջափնյակի մետրո չի լինելու։ Մոտակա առնվազն իրանք եթե լինեն, ընդհանրապես չի լինելու, բայց այդ պրոյեկտը իրականանալի չի։ Իսկ քրեական գործը իմ կարծիքով հատուկ կեղծ իրանք սարքեցին, որ ասեն քրեական գործը հարուցել, դրա համար չենք սարքում մետրոն, կներեք, էլի։ Այնտեղ մեկը մի քիչ փողա գողացել կամ չգիտեմ ինչ արել, վсё, միջև այդ գործը չպրսի, մենք գործը չենք շարունակում։